Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ընդունի՛ր կյանք՝ իրական կյանքը։ Կյանք ընդունի՛ր Նրանից, ով հենց կյանքի աղբյուրն է։ Երբևէ կարդացե՞լ ես հետևյալ վերնագրով հոդվածներ՝ «Վերջապես գտիր քո ներքին խաղաղությունը» կամ «Ձեռք բեր ներդաշնակություն կյանքիդ համար այս 7 քայլերի միջոցով»։ Սիրելի՛ բարեկամ, հավատում եմ, որ այս երկրի վրա յուրաքանչյուր ոք փափագում է ներքին խաղաղության, հավասարակշռված ներդաշնակության և լիառատ կյանքի։ Աստված խոսում է այս առատ կյանքի մասին Աստվածաշնչում։ 16-րդ Սաղմոսի 11-րդ խոսքում գրված է. «Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. Քո առաջ ուրախությունների լիություն կա, Քո աջ կողմը՝ քաղցրություններ հավիտյան»։ Մեր Աստված կյանքի Աստված է։ Այսպիսով, Նա և միայն Նա է, որ կարող է կյանք լցնել քո մեջ։ Եթե ուզում ես ապրել լիառատ կյանքով, ապա ժամանակ անցկացրու Նրա հետ, Ով կյանքի աղբյուրն է։ Հաղորդակցվի՛ր քո երկնային Հոր հետ՝ Մեկի, Ով արարել է քեզ, Ով քեզ ավելի լավ է ճանաչում, քան որևէ այլ անձ, և սիրում է քեզ հավիտենական սիրով։ Ընդունի՛ր Նրա կյանքի լիությունը։ Նա քեզ հրավիրում է Իր ներկայության մեջ։ Թույլ տուր Նրան փոխակերպել, ձևավորել ու կազմավորել քո էությունը։ Նա է ուրախության աղբյուրը, և Նրա տված ուրախությունը կատարյալ է։ (տե՛ս Հռոմեացիս 15:13 խոսքը)։ Նա է խաղաղության աղբյուրը, և Նրա տված խաղաղությունը գերազանցում է մեր ընկալման բոլոր հնարավորություններն ու ունակությունները։ (տե՛ս Փիլիպպեցիս 4:7 խոսքը)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, թույլ տուր, որ Աստված ամբողջությամբ լցնի Իր կյանքը քո մեջ։ Թույլ տուր, որ Նա խորապես ու ամբողջական կերպով նորոգի քո ներաշխարհը։ Իսկ թույլ տալու կերպը Նրա հետ մտերմանալն է՝ Նրա Խոսքն ընթերցելով, աղոթքի մեջ Նրա հետ ժամանակ անցկացնելով և Նրա կամքին հնազանդ կյանք ապրելով։ Քո ամբողջ սրտով ձգտի՛ր ապրել Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով և կզարմանաս քո կյանքում տեղի ունեցող փոխակերպմամբ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։